Երեք տեխնացուներից դուք, պարոն Սիմոնյանը կամ Գրիգորյանը, ձեզանից մեկը առաջադրվեր եւ ավելի խոցելի մարդը չդառնար քաղաքի ղեկավար։ Այսինքն եղել է կոմունիստական կուսակցությունից առաջ քաշված մի նախապայման։ Բանակցությունների շրջանակ տեղի չունեցավ։ Չվերցնելով որովհետեւ բաժնի պետի խորհրդականի հաստիկ 3 ընդդիմադիր ուժերը խուսափում են պատասխանատվությունից, կա նման բան։ Մենք պիտի փաստենք, որ այսօր քաղաքը որպես ընդդիմադիր քաղաք իրականում պահում են այն մյուս 3 ուժերը։ Տեղի ունեցավ վաղ շաբաթի ընտրությունները, այն պատկերը ինչ-որ բան հուշում է հանրապետական արդեն ընտրությունների մասով։ Ոչ աղմկոտ ընտրություններում միշտ հաղթում է իշխանության ներկայացուցիչ։ Բարոյսես, այսօր տաղավարում զրուցելու ենք Գյումրու Աբագանում մեր հզոր համայնք խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանի հետ։ Բարոյսես, պարոն Մխիթարյան։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մխիթարյան, ինչպես դիմ ընտրությունների ամբողջ քարոզի ընթացքում, այդպես էլ այսօր Գյումրին համապետական ուշադրության տակ է, եւ ինչ կարող ենք ասել, արդյոք զարգացումը, ինչպես նախատեսել էին 5 ուժերը տարբեր ձևերով, արդյոք այդ զարգացումը քաղաքի հիմա շարունակվում է։ Սկսենք նրանից, որ քաղաքի կառավարմանը իրականում մասնակցում է մեկ քաղաքական ուժ, կոմունիստական կուսակցությունը, եւ պետք է միշտ աչքի առաջ ունենալ այն հանգամանքը, որ ընդդիմադիր ուժերը, ովքեր անցել են Աբագանու կազմ, իրենց որոշումը եղել է գաղափարային, այլ ոչ թե կոալիցիոն կամ հուշագրային կամ համագործակցային։ Դա բազմիցս ասել են բոլոր ուժերի ղեկավարներն ու առաջի համարները, եւս մեկ անգամ կրկնում եմ։ Մեր որոշումը եղել է ընդդեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ գաղափարային, որ Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Բայց քաղաքի կառավարումը փաստացի տեղի է ունենում կոմունիստական կուսակցության ուժերով, կոմունիստական կուսակցության ղեկավարման ներքո։ Եթե մենք խոսում ենք ընթացիկ աշխատանքների մասին, այն ինչ կապված է, չգիտեմ, ասֆալտապատման, աղբահանության, կանաչապատման, լուսավորության, ենթադրվում է ու նաև ակնհայտ է, որ դա ընթացս տեղի է ունենում։ Խոսել, որ դրանով քաղաքը մեծ քայլերով գնում է դեպի անհավանական զարգացում, մի քիչ ռոմանտիկայի դաշտից է, որովհետև քաղաքի զարգացումը, օրինակ ես որպես այլ ուժի ղեկավար, այլ կերպ եմ տեսել, այլ ընթացակարգերով եմ տեսել, այլ ոլորտների զարգացման միջոցով եմ տեսել։ Ըստ այդմ, եթե ես չեմ տեսնում, որ օրինակ այդ ոլորտի մեջ իրական ներդրումներ են արվում կամ ծրագրային լուրջ փոփոխություններ կան, ապա այդ առումով գոնե թե կարող եմ ասել, որ չեմ կարծում, որ զարգացում բառը եւ ընթացիկ աշխատանք բառերը իրար կողմ պետք է դնել։ Զարգացումը մի քիչ այլ բանի մասին է, շատ բան կախված է այդ զարգացումից երկրի իշխող ուժից եւ թե դու ինչ տեսակի փոխհարաբերություններ ունես։ Փաստ է, որ իշխանությունը Գյումրիին ոչ այդքան բան աչքով է նայում եւ ինչքան ուզում է ասեն, այսքան մանկապարտեզ, այսքան ասֆալտապատում կամ չգիտեմ, այսքան դպրոց, չի տեղի ունեցել ֆենոմենալ այնպիսի մի բան, որը կարող է Գյումրիին զարգացման այլ մակարդակի հանել եւ գոնե թե բնակարանաշինության առումով մենք կարող ենք փաստել, որ 7 տարվա ընթացքում իշխող ուժը 1 քառակուսի մետր բնակելի տարածք Գյումրիում չի կառուցել։ Իսկ եթե մարդը չի ապրում գոնե նվազագույն սոցիալական պայմաններում, որ իր կտուրը չկաթա, պատերը բարակ չլինեն, քամին չմտնի, առնետներ չլինեն իր տնակում, զարգացման մասին խոսելը մի քիչ ոչ թե շատ շուտ է, աննպատակահարմար։ Եվ հնգամյա զարգացման ծրագիրը աննախադեպ ձևով առաջին ընթերցման չընդունվեց, հաջորդին արդեն ընդունվեց։ Այ ինչ ծրագիր ձեր խմբակցության կողմից առաջադրվեց, որովհետև հիշում եմ, ինչպես ընդդիմադիր այլ ուժեր, չնայած նաև իշխող նախկինում իշխող քաղաքացիական պայմանագիրը խոսում էր ծայրամասային թաղամասերի զարգացման մասին, արդյոք ծայրամասային թաղամասերի զարգացումը այս անգամ ընդգրկվել է այս ծրագրում։ Տեսեք, հնգամյա զարգացման ծրագիրը եկեք ճիշտ խոսենք ու հանուն աշտարության խոսենք, էլի, որովհետև այս
անընդհատ մարդիկ խոսում են 30 տարվա փորձից կամ ինչ որ բանից, հիմա ես ձեզ եկեք փաստերով գնանք համայնքների բոլոր հնգամյա զարգացման ծրագրերը նայենք։ Եղել է գոնե մեկ հնգամյա զարգացման ծրագիր, որը 5 տարի հետո գոնե չգիտեմ 40%-ով իրականացված լինի, բացի դրանից իր մեջ ներառած լինի այնպիսի կետեր, որոնք նույն ծայրամասային թաղամասերի համար հավատ ներշնչեին, որ որ 5-ամյա զարգացման ծրագիրը ընդունվեց, ուրեմն դա տեղի է ունենալու։ Մենք, այո, առաջին այդ ընթերցումից հետո, այսպես ասած, որոշակի առաջարկություններով հանդես եկել ենք, բայց այդ առաջարկությունները նույնպես գետնի վրա միս ու այրուն ստանալու մի ճանապարհ ունեն։ Եթե դրան մոտեցումը ոչ թե կենացային մակարդակի է կամ լավ ներկայացնելու մակարդակի։ Ես ցանկացած ծրագիր կարող եմ, պարոն Սարայական, շատ լավ գիտեք, այնպիսի առոգանությամբ ներկայացնեմ, որ մարդիկ մտածեն հենց այդ ծրագրից է սկսվելու զարգացումը։ Գետնի վրա իրականությունը մի քիչ այլ է։ Ծայրամասերի զարգացումը պիտի տեղի ունենա ընդհանուր տրամաբանության մեջ։ Այսինքն ոչ թե այլևս պետք է քաղաքի կենտրոնը անտեսելու զարգ տալ ծայրամասերի զարգացմանը, մենք պետք է մտածենք, երբ որ ասում ենք մեր քաղաքի ծայրամասերի զարգացում, դա իրենից ինչ է ենթադրում։ Բնակարանային պայմանների լավացում, ասֆալտապատում, լուսավորություն, կանաչապատում։ Կներեք, սա սոցիալական վիճակի լավացում է։ Բարելավում, այո։ Սա զարգացում չէ։ Սա այն ինչ որ պետք է արվի, սա նորմալ է։ Սա լավ չի, կամ սա պետք չի ներկայացնել, որ աշխարհացունց ինչ որ բան է տեղի ունեցել։ Եթե դու ծայրամասային թաղամասերում ասֆալտապատում ես անում, կանաչապատում ես անում, բարեկարգում ես անում, կտուրներն ես փոխում, սա նորմալ է։ Սա հենց այն աշխատանքն է, ինչին որ պետք է տրամադրված լինի համայնքապետարանը։ Զարգացումը մի քիչ այլ բանի մասին է։ Ինչ նոր գործիքակազմ ես դու կիրառում, որպեսզի տվյալ թաղամասում մարդկանց շրջանառությունը, այսինքն ավելի շատ մարդ հասնի ինձ խանութ մտնի առևտուր անի, լինի ժամանցի ինչ որ մի հատ հատված, որտեղ զբոսաշրջիկը ուզենա գնա ու այնտեղ էլ իր գումարը ծախսի, փոքր, չգիտեմ, ֆաբրիկաների 30 կամ 40 հոգանոց ձեռնարկությունների ստեղ զարգացումը սրա մասին է։ Թե չէ այն ինչ վերաբերում է լուսավորությանը, կանաչապատմանը, ասֆալտապատմանը կամ կտուրների շքամուտքերի վերանորոգմանը, դա նորմալ բնականon ընթացք է, դա զարգացում համարել չի կարելի։ Դա ուղղակի մարդկանց սոցիալական վիճակի ու սոցիալական պայմանների բարելավում է, որը շատ վատ է, որ մինչև հիմա այսքան տարիներ, տասնյակ տարիներ տեղի չի ունեցել, շատ վատ է, բայց դա չի կարող գլխավոր հիմք հանդիսանալ տվյալ թաղամասի համաչափ զարգացման քաղաքի մնացած հատվածի հետ։ Շատ լավ, եւ նշեցիք ձեր խոսքում, որ այնուամենայնիվ կոալիցիա չկա, բայց թիմ մասնագետների պնդմամբ այնուամենայնիվ եթե դուք քվեարկել եք մանդատ եք տվել քաղաքապետ դառնալու կոմունիստական կուսակցության ղեկավարն, արդեն իսկ սա կոալիցիոն համակարգի մասին է խոսում։ Հիմա չվերցնելով որովհետեւ բաժնի պետի խորհրդականի հաստիկ, գուցե սա կարծիք կազմի այն մասին, որ օրինակ 4 ուժերը կամ այս դեպքում 3 ընդդիմադիր ուժերը խուսափում են պատասխանատվությունից, կա նման բան։ Տեսեք, խոսենք ինչ է տեղի ունեցել, հա, այսինքն եղել է կոմունիստական կուսակցությունից առաջ քաշված մի նախապայման։ Բանակցությունների շրջանակ տեղի չունեցել։ Եղել է նախապայման, որ շատը շատին, ով շատ ձայն է հավաքել, մնացածը բան։ Հաշվի առնելով այն հանգամանքը ել եմ ասում, որ մեր մոտեցումը եղել է գաղափարային, որովհետև ինչքան ուզում է ասեմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ընդհանրապես քաղաքային ընտրություններ են, այլ ոչ քաղաքական, օրինակ Վաղարշապատի ընտրությունների հաջորդ առավոտյան երկրի ղեկավարը մաքուր քաղաքական տեքստ է գրել, շնորհավորելով Վաղարշապատ համայնքի նորընտրված քաղաքապետին։ Ըստ այդմ, մեր որոշումը եղել է քաղաքական ու գաղափարային։ Քանի որ մենք ոչ մի քննարկում չենք ունեցել նույնիսկ առաջի փոխքաղաքապետի պաշտոնի հետ կապված, որը նույնպես ընտրովի պաշտոն է, հա, ըստ այդմ մենք դրան մոտեցել ենք հետևյալ սկզբունքով։ Այո, մենք հիմա կատարում ենք գաղափարային որոշում, բայց հաջորդ քայլը արդեն կոմունիստական կուսակցության
դաշտում է, այսպես ասած, գնդակը կոմունիստական կուսակցության դաշտում է։ Համագործակցության ինչ մոդել ու ձևաչափ իրենք կառաջարկեն մնացած 3 ուժերին։ Մենք այո բոլորս հայտարարել ենք, որ ոչ մի պաշտոնի չենք հավակնում ու ոչ մի նախապայման առաջ չենք բերում։ Հակառակ կողմից եկող սիգնալները պետք է բերեին նրան, որ օրինակ մենք 3 ուժերով կամ առանձին ունենայինք որոշակի մոտեցումներ, թե ինչ տեսակի ու ինչ դիրքավորում պետք է ունենան քաղաքի կառավարման հարցում։ Այսօրվա օրով ես նորից փաստում եմ, որ քաղաքի կառավարումը ամբողջապես իրականացնում է կոմունիստական կուսակցությունը, ըստ այդմ հանդիսանում է կառավարման գլխավոր ու այս պարագայում չագերտներով միակ պատասխանատուն։ Ինչի չագերտներով միակ պատասխանատուն, որովհետև փաստ է, որ ենթարկվելով տարբեր տեսակի ճնշումների, մենք պիտի փաստենք, որ այսօր քաղաքը որպես ընդդիմադիր քաղաք իրականում պահում են այն մյուս 3 ուժերը, որոնք ոչ մի կերպ չեն բան եղել, հետ քաշվել, չեն ասել դե եկեք հիմա մի հատ հասկանանք ինչ է կատարվում։ Ես հիշում եմ նման միտք նաև պարոն Գրիգորյանն էր ասում քարոզարշավի ժամանակ եւ մասնավորապես մեծ բանավեճի վերջին հարցազրույցում, երբ քաղաքը տանելու են հենց Վարդան Ղուկասյանի միջոցով, այ օրինակ հնարավոր չէր թիմ ընտրությունների, ես հիշում եմ, կար նաև այսպիսի խոսակցություն մյուս ընդդիմադիր ուժերի կողմից, որ շտապեցին, հա, ձայն տալու համար, թե ում են տալիս քվեն, որպեսզի քաղաքապետ դառնա, հնարավոր չէր բանակցել օրինակ 3 տեխնացուներից դուք, պարոն Սիմոնյանը կամ Գրիգորյանը, ձեզանից մեկը առաջադրվեր եւ ձեր հա ընդդիմադիր գործընկերների խոսքն եմ մեջբերում, ավելի խոցելի մարդը չդառնար քաղաքի ղեկավար։ Տեսեք, էլի վերադառնալու, քանի որ անցած էջ է, անընդհատ այդ էջին չանդրադառնանք, բայց այս վերջին անգամ ասեմ, ոնց է տեղի ունենում քաղաքականության մեջ։ Մարդիկ, որոնք գետնի վրա իրապես ճիշտ են հաշվարկում իրենց հնարավորությունները, հասկանալով, որ ընտրություններից հետո անխուսափելի է լինելու համագործակցությունը, իրենք այդ համագործակցության մասին թեկուզ ոչ բացահայտ ու հանրային կերպով սկսում են քննարկումներ այլ վայրերում ու նախնական որոշակի պայմանավորվածություններ են սկսում ձեռբերել, եթե իրապես ճիշտ են գնահատում իրենց հնարավորությունները։ Ես կարող եմ փաստել, որ Գյումրիի ընտրություններից առաջ տեխնացուների քննարկում որպես այդպիսին մի սեղանի շուրջ կամ տարբեր մարդկանց միջով տեղի չի ունեցել։ Այսինքն այդ քննարկումը պետք է տեղի ունենար, ենթադրվում է մարտի 31-ի գիշերը արդյունքների ամփոփումից հետո։ Փաստում եմ, որ այդ գիշերվա ընթացքում էլ քննարկում որպես այդպիսին եղել է միայն մի ուժի առաջի համարի որոշման հետ կապված, որովհետև իմ որոշումը պետք է բխեր իմ արած առաջին հայտարարությունից։ Իսկ ես իմ արած առաջի հայտարարությունով ասել եմ հետևյալը. ես մասնակցում եմ ընտրություններին եւ հայտ եմ ներկայացնում քաղաքի կառավարման։ Բայց եթե նույնիսկ ես շատ ձայներ չհավաքեմ ու չկարողանամ ստանձնեմ քաղաքի կառավարումը, իմ համար հաջողություն եմ համարելու, բառացիորեն եմ կրկնելու։ Եթե Գյումրին չունենա քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող քաղաքապետ եւ ունենա ընդդիմադիր քաղաքապետ, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ ես պատրաստ եմ համագործակցության, բայց եթե խաղաքարտերը այնպես պարկեն, որ պետք է ես իմ ձայները տամ, որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ, ես դա տալու եմ։ Հիմա ինչ պիտի տեղի ունենար ըստ ձեզ կամ ըստ շատ ու շատ մարդկանց տրամաբանության, բայց ինչը տեղի չի ունեցել։ Պետք է տեղի ունենար մի սեղանի շուրջ քննարկում եւ պետք է ընտրվեր այդ տվյալ փուլի համար քաղաքի ու գուցե ընդանուր ընդդիմության համար առավելագույն շահ։ Ես հիմա ձևակերպումը տալիս եմ այնպես, ինչպես դուք կտայիք ենթադրում եմ։ Բայց դա տեղի չի ունեցել։ Փաստ է, որ դա տեղի չի ունեցել։ Իսկ տեղի չի ունեցել ինչ պատճառով, որովհետեւ առավելագույն ու ձայներ հավաքած ուժը չի եկել ընթառաջ այդ քննարկմանը։ Ինքը բացառել է նման քննարկում։ Ըստ այդմ մենք առաջնորդվել ենք ամեն մեկս առանձին, այստեղ արդեն հանգամանքների մասին չխոսենք, հա, որովհետև ես մեկը եղել եմ այն մարդը, որը անընդհատ բոլոր խոսակցությունները, որոնք տեղի են ունեցել նույն պարոն Գրիգորյանի ուժի հետ կապված, իջեցրել եմ, ասել եմ ես չեմ մասնակցում այդ խոսակցություններին, որովհետև ես շատ լավ հասկանում եմ պարոն Գրիգորյանի մտորումները, ես շատ լավ հասկանում եմ պարոն Գրիգորյանի հույզերը եւ նաեւ քաղաքական
պատկերացումներ։ Ըստ այդմ հիմա էլ տարբեր հարցազրույցների գնալով ես օրինակ եմ բոլոր ուժերին կամ են բոլոր լրատվամիջոցներին, որոնք մոտ 10 օր այսպես ասած հանգիստ չէին տալիս պարոն Գրիգորյանին, հիմա էլ այդ մարդկանց ասում եմ, իսկ ինչու նույն ջանասիրությամբ հիմա դուք չեք պաշտպանում պարոն Գրիգորյանին, որովհետև ասում եք դե կայացրա քո որոշումը, ինչի նույն ջանասիրությամբ չեք պաշտպանում, երբ որ ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորները շատ գրեհիկ կերպով դրթում են բառից բուն իմաստով, եթե տեսնեք ինչեր են խոսում այդ մարդիկ այրյունի կամ չգիտեմ ինչի մասին, հա, դրթում են այսպես ասած չագեշտավոր վենդետաների եւ այլ բաների, այնպես որ տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել եւ մենք պիտի այլևս առաջնորդվենք հիմնվելով այդ տեղի ունեցածի վրա, բայց վերջերս եւս մեկ իրադարձություն տեղի ունեցավ, կալանավորվեց քաղաքապետը։ Այո, այսինքն սպասում է կրկին կառավարման ճգնաժամ։ Հիմա տեսեք, այդ կառավարման ճգնաժամ հասկացողությունը հետևյալն է։ Քաղաքը հիմա փոխքաղաքապետի միջոցով կառավարվում է, չէ՞։ Բայց այստեղ եւս հակասություններ կա փաստորեն ըստ օրենքի, որովհետեւ փեսայի հա գործոնը կարող է։ Դե հիմա տեսեք, այդ երբ པարզ դարավ։ Դե տրամաբանորեն այո, հիմա է շրջանառվում։ Այսինքն մենք ապրում ենք մի պետության մեջ, որտեղ պարոն Սահակյան, դուք կարող եք չգիտակցելով, որ հանցանք եք թույլ տվել, ինչ որ մի հատ հանցանք կատարեք, ձեր այդ կատարած հանցանքի վերաբերյալ գործ հարուցվի ու դրվի դարակում։ Ու դա դարակից հանվի մենակ այն ժամանակ, երբ որ պետք է ձեզ ինչ որ մի առումով չեզոքացնել։ Ըստ այդմ այդ օրենքների մասին, օրենքների մեկնաբանությունների մասին, օրենքների կիրառելիության մասին այս երկրում խոսելը օրենքները միշտ մեկնաբանվում ու կիրառվում են մենակ իշխանությանը ձեռնտու դիրքից։ Իսկ նկատում եք, որ հենց իշխանությունը հիմա օրինակ տանի քաղաքը կրկին ցնցումների, այսինքն նույն կառավարման ճգնաժամը, որը եղավ Բալասանյան ԿՊ հուշագրի քանդումից հետո, երբ խզվեց այս հուշագիրը, քաղաքը լուրջ ճգնաժամի առաջ էր։ Հիմա սպասվում է, որ սցենարը կարող է կրկնվել։ Տեսեք, ես ոչ մի բան չեմ բացառում, այսինքն կանգնել ասել, որ չեն կարող նման բան անել, կա ինչ ուզենան կանեն։ Եթե այսօր բոլոր ուժային կառույցները, չգիտեմ, պետական լրատվամիջոցները, տարբեր տեսակի ռուպերներ կներեք ռուսերեն բառից համար, հա, իշխանական աշխատում են մենակ մի սկզբունքով ամեն ինչում արտարացնել իշխանության քայլերը, բացարձակապես կամ ուժայիններն էլ ամեն ինչով պատրաստակամ են ծառայել գործող իշխանության, այսինքն իրանք ծառայում են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, որին երդում են տալիս, հարգելի ուժայինների ներկայացուցիչներ, դուք երբ որ ընդունում եք ծառայության, դուք երդում եք տալիս Հայաստանի Հանրապետությանը, դուք երդում չեք տալիս քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ իր ղեկավարին։ Ըստ այդմ, երբ իրենք առաջնորդվում են այն սկզբունքով, որ այնպես անենք շեֆը չջղայնանա, ցանկացած բան գյուղ Տեսեք, պարոն Սահակյան, եթե պետք լինի բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարներին ձերբակալել, կալանավորել, չգիտեմ, դնել ճնշումների տակ, իրանք այդ ամեն ինչին գնալու են, որովհետև իրանց համար Գյումրին էլ եմ ասում, սակրալ քաղաք է համարվում, իրենք համարում են, որ իրենց հաջողությունների շրջափուլը սկսվել է Գյումրի քաղաքից, եւ Գյումրին այս կամ այլ կերպ ենթարկեցնել իրենց եւ իրենց ցանկություններին, իրենց համար միանշանակ նպատակ է։ Եվ ընդունենք այս դեպքում եւս իշխանությունը, հա, եթե պատկերացնենք, որ իրենց ցանկությունը նոր ընտրությունն է, գնալու են նոր արտահերթ ընտրությունների, ցես տեսնելու են կրկին որպես հա, այսպես ասած Գյումրիի ղեկավարի տեխնացու։ Տեսեք, ես չեմ ուզում առաջ շարժվել այդքան, ու չեմ ուզում ասել բաներ, որ հետո ասեն դե դու ասել ես այսպես թե այնպես, այդ ամեն ինչը կախված է լինելու քաղաքական տվյալ շրջափուլի կոնյունկտուրայից եւ թե մենք այդ ժամանակահատվածում ինչպիսի էմոցիոնալ, ներքաղաքական, տնտեսական, միջանձնային փոխհարաբերությունների մեջ ենք լինելու։ Եթե տեսնեմ, որ դա կարող է իրականում այնպիսի բան փոխել այդ ընտրությունների վերջնարդյունքի մեջ, որովհետև այս ընտրություններն եմ ես այդ սկզբունքով մասնակցել։ Ես հասկացել եմ, որ իմ մասնակցությունը կարող է իրականում ուժերի դասավորվածությունը փոխել, ինչը գետնի վրա հենց այդպես էլ եղել։ Փաստ է, որ առանց իմ հզոր համայն խմբակցության 3 մանդատների
եթե այն 3 ուժերն իրար միավորվեին, քաղաքապետ չէր ընտրվել։ Այսինքն մեր մանդատները կարևոր մանդատներ են եւ այդ ուժերի բաշխվածության տարբերությունը հենց մեր մասնակցությունն է բերել։ Բայց տեսեք, եթե մենք անընդհատ մասնակցելու ենք ընտրությունների, ընտրենք քաղաքապետ, որին այս կամ այն պատճառով կալանավորելու են կամ ձերբակալելու են, առավել եւս 26 թվականի համապետական ընտրություններից առաջ հերթական անգամ մտնել իշխանական մի հատ ֆարսի մեջ, որտեղ ինչ ապացուցես։ Դե հիմա փաստ է, չէ, իրենք 37% են ասենք տարել, 63% իրենց ձայն չի տվել, իրանք անընդհատ կանգնում ասում են քաղաքացիական պայմանագիրը կրել է, հաղթել է Գյումրիում։ Գուցե ամենաշատ ձայներն է հավաké, բայց ժողովրդավարությունը կներեք, այդպիսի ինստիտուտ է, որի մասին դուք անընդհատ թմբկահարում եք, հա, ժողովրդավարությունը այդպիսի ինստիտուտ է։ Ընտրված ընտրական համակարգը այդպիսին է, որին դուք լրիվ օքեյ եք։ Չի կարող մի պարագայում, վաղաշաբաթի պարագայում դա ձեզ ձեռ տա, չգիտեմ, Գյումրիի պարագայում դուք ասեք, որ այ այս տեխնացուները բան իրենց ընտրողներին խապել են։ Փաստ է, չէ՞ որ այդ 63%-ը եթե ԿՊ-ին ձայն չեն տվել, ուրիշի են տվել, երբեք ԿՊ-ին է ձայն չէին տալու։ Հիմա ճիշտ է խոսենք։ Միանշանակ մարդիկ գնացել են այլ ընտրանքի հետևից։ Ըստ այդմ այդ այլ ընտրանքի մեծ մասը ձայների հավաքել է կոմունիստական կուսակցությունը, ուզում եք դուք դա, թե չեք ուզում, դա փաստ է։ Հարցը պատահական չէր, որովհետև թե պարոն Սիմոնյանի, թե պարոն Գրիգորյանի մասով հաճախ իշխանական կողմից այս թեզն է առաջ տարվում, որ ձեր ընտրողները իրենց խապված են զգալու, այս քաղաքը փոքր է եւ չեք կարողանում նայել ձեր ընտրողների առաջ։ Այսինքն այս տպավորությունը անցել է երկար ժամանակ ընտրություններից։ Արդյոք ձեր ընտրողներից ոմանք եկել ու ասել են, որ իրենց խապված են համարում, որովհետեւ ընտրել են ձեզ, իսկ դուք ձեր ցայնը տվել եք այլ։ Տեսեք, ես չգիտեմ այդ մարդիկ մեր ընտրողներն են թե չէ, որովհետև բոլոր ընտրողներին մենք դեմքով չենք ճանաչում կամ անուն ազգանունով։ Ես նմանատիպ կոմենտներ տեսել եմ ընտրությունների հաջորդ մի շաբաթվա ընթացքում։ Տեսել եմ արդյունքները ամփոփելուց հետո, բայց կներեք, իմ գրասենյակը ամբողջ օրը աշխատում է, իմ գրասենյակի իմ գործընկերները այն քանակությամբ դիմումներ, որոնք ստանում են մեր մոտ, որոնք մենք ուղղորդում ենք համայնքապետարան, հետևողական ենք լինում, որ այդ դիմումներին ոչ միայն պատասխաններ ստացվեն, այլ այդ պատասխանները ուսումնասիրում ենք եւ փորձում ենք քաղաքացիների համար գտնել իրենց առավելագույն շահի ճիշտ ներկայացումը ու ճիշտ ստացումը, այսպես ասած, հա։ Ես ընդհանրապես չեմ կարծում, որ թե պարոն Գրիգորյանը, թե ես, թե պարոն Սիմոնյանը խնդիր ունենք մեր ընտրողների աչքերի մեջ նայելու, որովհետև մեր ընտրողները դարձյալ, երբ որ եկել են որպես այլ ընտրանք, մեզ են ձայն տվել, առաջնահերթը իրենց եղել է, որ իրենք էլ գաղափարային որոշում են կայացրել։ Հավատացեք, բոլորիս նախընտրական ծրագրերը պլյուս մինուս բանինը ներառյալ, իշխանական ուժի ներկայացուցիչը ներառյալ, պլյուս մինուս նույն բանի մասին էր։ Նույն բանի մասին էր։ Ոչ մեկ չի խոսում, որ իր օրոք քաղաքը ավելի վատ է լինելու, քան նախկինում է եղել։ Բոլորն ինչ որ բաների մասին էին, բայց գլխավոր գաղափարային գիծը ընդդիմադիր ուժերի ինչ է եղել։ Թույլ չտալ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը Գյումրիում ստանձնել իշխանությունը։ Ըստ այդմ ու դա մենք իրականացրել ենք այս կերպ թե այն կերպ, դա արդեն ճաշակի էլ եմ ասում մեկնաբանության հարց է։ Հիմա եկել է այն ժամանակահատվածն է հասել, երբ որ համապետական ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել եւ իշխանական ուժը իր ճագերտավոր խաղաղության բանը օրակարգով կամ հայ առաքելական եկեղեցին էլի ճագերտավոր նորոգելու օրակարգով այլ տրամաբանությամբ է շարժվում։ Այսինքն իրենք յուրաքանչյուր թիմ ընտրությունների հաղթանակ վերաձևակերպում են որպես ստացած համապետական մանդատ համազգային հարցեր լուծելու համար։ Իսկ դա այդպես չի։ Իմ պատկերացումները հետևյալի մասին են։ Մենք պիտի հասկանանք, որ չկա ոչ մի ընդդիմադիր ուժ, որը չի ուզում, որ իր պետությունը զարգանա։ Չկա այդպիսի բան։ Այսինքն նույնիսկ այն ժամանակ, երբ որ օրինակ, չգիտեմ, 5 թե 6 ամիս Գյումրի քաղաքը ղեկավարում էր Սարիկ Մինասյանը, որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Ես չգիտեմ գետ մի գյումրեցի, որը մտածեր, որ
թող լավ չստացվի կառավարումը, քաղաքի ասֆալտապատումը ժամանակին չարվի, չգիտեմ, ձյունը ժամանակին չմաքրվի, հիմար չեն։ Այսինքն ցանկացած մարդ ով ապրում է այս քաղաքում ապրում եմ ես, իմ ծնողները, այս քաղաքում իմ ընկերներն են, այս քաղաքում ես ունեմ բիզնես։ Դա նվազագույնը հիմար պիտի լինի մարդ, որ ասի այս կամ այն կառավարչի օրոք թող իր քաղաքի կառավարումը գնա տապալման։ Դա հիմարություն է։ Մասշտաբը մեծացնելով դա վերաբերում է նաև պետությանը։ Ոչ մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի ուզում, որ իր պետությունը այս կամ այն ոլորտում տապալվի։ Ուղղակի ինչ որ մեկը պատերազմ է ուզում, վստահաբար ոչ։ Խաղաղությունից թանկ բան գոյություն չունի միանշանակ։ Ինչ որ մեկը ուզում է, որ վարկաբեկված լինի բանը իր հայ առաքելական եկեղեցին, իհարկե ոչ։ Բայց կներեք, այսօր 3 arczepiskopos կալանավորված է։ Որից մեկը մեր թեմի առաջնորդը, այս ամենայն իր հանդեպ հարգանքով, կարոտով ու կսկիցով եմ ասում։ Այն մարդիկ, ովքեր այսօր ու իմ համար ցավ է, որ այդ մարդիկ շատ հաճախ կարող է գյումրեցի համարվեն, էլի։ Այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են Աջապահյան Միքայելի մասին, վերացական, գռեհիկ, արդարացնելով այս բռնատիրական ռեժիմի որոշումը, ժամանակին հեշտ էին կանգնում, որ այդ մարդու մոտ մտնեին, օրհնանքը ստանային, կամ մի երկու տեղ հետը քայլեին, նկարվեին, գցեին Facebook, ցույց տային, որ իրենք իրենց թեմի առաջնորդի հետ լավ են։ Ես ասում եմ բաներ, որը ես երբեք չեմ արել։ Ես ասում եմ բաներ, որը իմ ու Աջապահյան Միքայելի հարաբերությունները միշտ եղել է շատ, ոնց ասեմ բանը, բարձր կառուցողական մակարդակի, այո, շատ հաճախ իրար բանանելով, խայտելով ու բանանելով, բայց իմ թեմի առաջնորդն է։ Իմ սրբազանն է, որի համար ես երբեք չեմ հոգնելու բարձրաձայնել ու ասել, որ տիեզերական անարտարություն է տեղի ունեցել։ Եվ մարդիկ, ովքեր իրենց համարում են այսօր հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, իրենք իրավունք չունեին վարվելու Միքայել Աջապահյանի հետ այնպես, ինչպես վարվել են։ Ու ես չեմ ուզում մյուս երկու սրբազաններին էլ մոռանալ այստեղ, էլի, բայց մեր սրբազանի հետ իմ հարաբերությունները հատկապես ընտրական փուլում, երբ որ մարդիկ փորձում էին պղտոր ջրում ինչ որ բան որսային, երբ որ իմ սրբազանը իմ վերաբերյալ ասել էր մի բան, որը հետո երկու օր հետո կանգնե ասել էր գուցե մի քիչ տակածած եմ եղել, ճիշտ չեմ արտահայտվել, մենք հետո դրա մասին իրար հետ խոսել ենք, ողջագուրվել ենք, ես քրիստոնյա մարդ եմ, քրիստոնեաբար ու որդիաբար եմ մոտենում ցանկացած տեսակի խոսքի ու քննադատության։ Այն ինչ որ այսօր մենք ապրում ենք մի քաղաքում, որի սրբազանը կալանավորված է, որի քաղաքապետը կալանավորված է։ Եվ անարդարությունների մասին խոսելով նաև չենք կարող չանդրադառնալ մի թեմայի, երբ կրկին մեր քաղաքը խմբակցությունից վերջերս մեկ մանդատի հավաստիությունը կրկին հողը այսպես ասած երերում էր եւ նիստը տեղի չունեցավ թերևս հենց այդ պատճառով, որովհետեւ չներկայացավ մեր քաղաքի ավագաններից մեկը Նարեկ Միրզոյանը, այս փաստը եւս իշխանական թևը շտապեց քաղաքականացնել։ Այ որպես գործընկեր, ինչ կասեք դուք այս մասին, արդյոք սա եւս խոսում է իշխանական ճնշման, թե այնուամենայնիվ կարող է պատահել, երբ ավագանին եւս ունի անձնական խնդիր։ Տեսեք, ավագանին ունի անձնական խնդիր, չունի քաղաքական խնդիր, ունի անձնական խնդիր։ Ըստ այդմ այդ օրվա նիստը տապալվել է ոչ թե այն մարդու պատճառով, որ այդ օրը չի ներկայացել։ Մենք պետք է ճիշտ խոսենք, հա։ Նախ կոմունիստական կուսակցությունը պետք է կարողանար գոնե եւս մեկ մանդատը իր վերականգնել, այսինքն որպեսի 18 մանդատ ընդհանուր ընդդիմությունը այդ պահին ունենար։ Երկրորդը, եթե մենք խոսում ենք նիստի տապալման մասին, որի արդյունքում ինչ որ գեոքաղաքական հարցեր չեն քննարկվելու, քաղաքին վերաբերող հարցեր էին քննարկվելու ու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եթե նստած սպասում է, որ քվորումը ընդդիմությունը ինքն իրենով չկարողանա լրացնել, որպեսզի ինքը չգա նիստին, կառավարման տապալումը հենց դրա մասին է։ Ո՞վ է անում կառավարման տապալում։ Այն ավագանիները, ովքեր քվե են ստացել 17000 մարդու եւ չեն եկել ավագանու նիստին, չեն ներկայացել։ Այսինքն, եթե դուք անընդհատ նստում երազում ու պարոն Սահակյան, գաղտնիք չէ, ես այսօր եկել եմ
այս հարցազրույցին Երևանից։ Շաբաթվա ընթացքում շատ հաճախ եմ գնում գալիս, որովհետև գործերիս զգալի հատվածը Երևանի հետ կապ ունի։ Հիմա եթե ես այսօր հարցազրույց գալուց առաջ հեռի տնից տեղից վթարի էի ենթարկվում ու չէի հասնում։ Նույն ձևի կարող է ավագանու նիստի ժամանակ լինի, չէ՞, որ ինչ որ մեկը ընդդիմադիր ավագանիներից վթարի ենթարկվի ու չգա հասնի։ Զուտ անձնական խնդիրը, Աստված ոչանի ողբերգությունը, տրանսֆորմացնել քաղաքական դիվիդենդ վաստակելուն, այդ գիտեք ազնիվ չի, ուղղակի ազնիվ բառը այդ տվյալ ուժի հետ նույն հարթության մեջ դնելն է արդեն նոնսենս, էլի այս վերջին 7 տարվա ընթացքում։ Ես գիտեմ խնդրի մասին, պարոն Գրիգորյանի հետ էլ կապի մեջ ենք եղել, ամեն ինչից տեղյակ եմ եղել, վստահ եմ բոլորն են տեղյակ եղել, դրա համար հետո ճեպազրույցների ընթացքում ասել եմ անցեք, բարոյական նույնիսկ չեմ համարում տվյալ մարդու անձնական կյանքը քննարկելը, որովհետև մարդը այո անձնական խնդիր է ունեցել։ Եվ երեք տեղի ունեցավ վաղար շաբաթի ընտրությունները, այնտեղ տեղի ունեցող պատկերը ինչ որ բան հուշում է հանրապետական արդեն ընտրությունների մասով, որովհետև տեսանք երեք այնտեղ իշխանությունը մեծամասնություն տարավ, չնայած որ ընդդիմությունը եւս լինելու է ավականու կազմում։ Տեսեք, հարաբերակցությունը հավաքած ձայների այնպիսին է, որ եթե օրինակ նայում ենք իշքան ձայն է հավաքել իշխանության ներկայացուցիչը, հավաքել է մոտ 15000 ձայն, 15000-ից մի քիչ ավել ձայն։ Եթե ընդդիմության մնացած ձայներն էլ գումարում ես հաղթանակ դաշինքի ձայներին, այդտեղ էլ ստացվում է 13000-ի կարգի ձայն։ Հիմա այդ ջախջախիչ հաղթանակի մասին կամ այո, քաղաքական որակական մեծամասնություն են իրենք ավագանիում կազմում, բայց սա վստահաբար խոսում է նրա մասին, որ հաշվարկների առումով այլևս մոտավոր պատկերը կարելի է հասկանալ իշխանության ռեսուրսային հնարավորությունները համապետական ընտրություններից առաջ ինչ է։ Ըստ այդմ իմ հորդորն է ընդդիմությանը, այլևս դուք ոչ թե պիտի մտածեք, թե ինչ կարող է անել իշխանությունը, այլ դուք հիմա պիտի մտածեք, ինչ պետք է անեք դուք։ Ճիշտ եմ հասկանում, սա սեփական ամբիցիաները հա վերջ չտասելու մասին է, այլ միասնական դառնալու, որովհետև նույնիսկ այս դեպքում ուժեր կային, որոնք չանցան անցողիկ շամի, եթե օրինակ միանային, գուցե եւ անցնեին։ Այսինքն եթե մի կուսակցության տակ շարվեին, օրինակ, այլ ոչ թե առաջնորդվեին այն սկզբունքով, որ դեպի չէ մենք առանձին պիտի մասնակցենք, ընդամենը մի ուժ էստեղից միանար մյուսին, մի ուժ էստեղից միանար մյուսին ու մի կուսակցությունով եթե գնային, վստահաբար անցողիկ շեմը ախտարել էին ու այդ մանդատների բաշխվածությունը մի քիչ այլ կերպ էր լինելու։ Ես էլի չեմ բացառում, որ մանդատների մեծամասնությունը կարող է լիներ բանի մոտ, բայց եթե ի սկզբանե հենց այս տրամաբանությամբ է ամբողջ քարոզարշավը գնար, տեսեք, զուտ մարդ, որը մասնակցել է արդեն մի քարոզարշավի, ուղղակի կարող եմ փաստել, որ վաղարշաբաթի քարոզարշավը ընդդիմությունը լավ չի կազմակերպել։ Այդ կարող եմ վստահորեն ասել, որովհետև լրատվական ու մեդիա մեյնստրիմ որպես այդպիսին ամբողջ Հայաստանում տեղի չէր ունենում, այնպես ինչպես դա տեղի էր ունենում Գյումրիի ընտրությունների ժամանակ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Մեղրիից մինչև Բավրա, Կապանից մինչև Ալավերդի բոլորը տեղյակ էին Գյումրիի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավից, թեկնածուներից, բոլոր հնարավորություններից։ Դա խոսում է նրա մասին, որ գետնի վրա գործող անձինք իրենց աշխատանքը կատարում էին շատ լավ, թե իդեպ իշխանության ներկայացուցիչները, թե ընդդիմության ներկայացուցիչները։ Այդ ամեն ինչը մենք չենք տեսել մասսայական կամ մեծամասամբ այդ բնույթի բան չենք տեսել վաղարշաբաթի ընտրություններում։ Իսկ ոչ աղմկոտ ընտրություններում միշտ հաղթում է իշխանության ներկայացուցիչը։ Շնորհակալություն ստացված զրույցի համար, պարոն Մակսիմյան, իսկ մենք կհանդիպենք այլ հարցերին պատասխաններ գտնելու համար։